Այնտեղ հենց գաղտնալսումներում կոնկրետ հատված կազմում, դե սցենարը պետքա լինի հետևյալ ազգային ժողովում լսումներ, նախ այդ լսումներով պետքա կազմակերպել, ընդդիմադիր խմբակցություն առնվազն մեկը, եթե ոչ երկուսը միասին։ Անցագրեր պետքա գրվեին կոնկրետ մարդկանց, ով պետքա գրեր, ընդդիմադիր խմբակցություններից առնվազն մեկը։ Ամբողջ ընթացքում ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի շարժման այդ ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական падգամավորներ, կոնկրետ ամբողջ սկզբից մինչև վերջ։ Արդյոք դա քաղաքական որոշակի պատկանելիության ցուցիչ է, իմ ընկալմամբ պատկանելիության ցուցիչ է։ Արդյոք հիմա ինչ որ մեկը կա, որ հավատում է, որ նա ուղղակի ինքնուրույն ասա որոշել, չի խորհրդակցել ոչ մեկի հետ, չի պատմել սրա մասին, ֆինանսավորում չի ստացել, չգիտեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, թող իրավապահները պատասխանեն, բայց վերջերս քննչական կոմիտեի նախագահը նաև հայտարարություն տարածեց, հարցազրույցում իր նշեց, որ բանից պարզվում է հեղաշրջման բուռն սիրահար Միքայել Աչապահյանը նաև շատ մեծ սեր ունի ձեռագրության հետ ու օրագիր է պահում, որի մեջ նաև նշել է, թե ով է Բագրատ Գալստանյանին այդ ամեն ինչի հորդորը եւ մնացած արել, այնպես որ կարծում եմ, երկրորդ եւ երրորդ նախագահների դերակատարությունը կարծում եմ, որ հետագայում այս թեմայով բացահայտումներ կլինեն, բայց այն որ երկրորդ ու երրորդ նախագահները անթաքույց կերպով աջակցել են այս տերորիստական խմբակին, դա փաստ է։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսի գիտությամբ է տեղի ունեցել առնվազն Գալստանյանը ամեն քայլափոխի ասում էր, ես ինչ անում եմ կտրիչի օրհնությամբ, ինքը իհարկե կտրիչի փոխարեն այլ անուններ ասում։